Պարգուն, այսօր խոսանք 5 կինոներից, բայվիգներից, հնդկականներից, ոբշեմ։ Ինչ է վերջնայի հետաքրքիր ալնելու վիդեոն, գնացինք, առաջինի խոսանք բայվիգներից, ով չսիրե բայվիգ, մանավանդ ասենք իմ տարեկի տղեկը, որ նայում ենք բայվիգները, հելնում ենք դուրս կրգնում ենք մեր սիրած այդ դերասանների պերոմները, մրոմները, կուլտովի դերասան են ժամանակվա բայվիգներից, դիք Վանդամն էր։ Ասենք Վանդամը այն որ մեր քուչեն հիմնականում ստե պես Շիրագի մարզ արտիկ բան որտեղ որ ապրում եմ տենց որ նայում են ասում են Վանդամը վրետ կարա կամ Էլա չէ՞ բոտ կամ ասում են Վանդամը Բրուսլի վրա կարա այն մյուս ասում են չէ Վանդամին վրեջ չի կռնա կամ ասենք ինչ որ մի բան լնում էր խոսքի գսենք ստեղից կարած թռնես բան ասում են իդի Վանդամը չի կռնա ես ինչ չղենեմ ասենք ոնց որ Վանդամը չգիտեմ ինչ որ դերասան էր էլի պրոստը ինքը պրոստը մենք այն ժամանակ փոքր էինք չենք ֆայլի որ ասենք այն մարկանց որ ինքը տպում է ասենք դա սորական դերասաններ են որոնց որ պետք է տպի Վանդամի կինոներից ում հետ որ ինքը կռվել է Զլադեներից sense ասած բան տոմպոին ով չի շում մեռնեմ սրտիդ ասենք դեմքի նայում էր սարսռում էր չմեք որ Վանդամի ընկերոջ թե աղբորներ ով էր մեջքնոր տվեց ջարտեց այս մեջտեղից իդեպ այդ տոմպոն ով որ չգիտի, այդ տոմպոյի անունը Միշել է իսկական, ասենք вообще կապ չունի, ասենք իր դեմքի հետ ու անունի հետ Միշել է։ Ու ինքը էլի է կինոների մեջ նկարվել, այս կինոյի մեջ նկարվել է այս սցենայի միջի տղեն ինքն է հենց, այն որ ուդան ոդը ջարտենգը ու ոչ պակաս նաև դերասան է ջարտողը, դիք Բոլոյանգը, որն որ էլի ասենք շատ վախենալու ու մի հատ հայացքով նայում էր էկրանից տեսքում, ասենք անում էր տագդ վախուց։ Բոլոյանգին էլ ով է հիշում, ասենք էլի Վանդամի հակառակորդներից էր։ Վանդամի պարը, բնականաբար դիք լեգենդար պարը, որ սաղ ասենք տեսել են, սաղ հիշում են այդ պարը։ Վանդամին ով որ սիրել է, լայք դրեք, կոմենտ գրեք։ Հնդկականները, ով է հիշում հնդկական կինոները կամ ով է սիրել, չգիտեմ այդ կռիվները հնդկականի մեջ են, ժամանակ դե փոքր ենք, չենք հասկանա, որպես կռիվ գոյություն չունի, չի կարալնի։ Մենակ ցելի գյուղ տպում էր կամ չգիտեմ, մեկին խփում էր, հետո կողի գյուղից էին գտնում։ Ջիմին էր, չէ՞, այն ժամանակ ասենք պոպուլարն եղել է Ջիմին, իր կռիվներով, իր երգերով, պարերով, թույն տանցույ մի հատ տենց կինո կար, ով որ հիշում է, որ պարում էր ոտերը ջարդում են կլուշկեկով, վեշնի արդ հիշում եք այդ զլադիները վեշնի ինչ-որ սենց բան էր, կլուշկեկով էր, չգիտեմ, խակեի բան է, թե չգիտեմ, այդ շոկին որտեղ են իրանք խակեի խաղացել, հնդկաստան որ պաստանի այդ խակեի փերերը մոդները կար որ հենց մի բան լնում էր այդ մեն տպելու Ջիմին լանցանք մի կոմ ասենք, հա, ինքը թույն դերասաներ, գլխավոր հերոսներ, բնականաբար ինքը սաղին պետք է տպեր։ Մի հատ մարդ ա եղել, ասենք այդ հնդկական երևի սաղ կինոների մեջին, այն որ ցելի էսենգեն, ասենք ստրախի մեջ ապա է, էդի այս մարդն է, ով է հիշում այս մարդուն, որ նայում ես սարսափում ես, աչքերին նայես դրա։ Ինքը որ հայտնվում էր կինոյի մեջ, կամ իրան որ տենում էր կինոյի մեջ, ասում էր հաստատ էս, քակը սրա տակն է, էլ ուրիշ թե ոչ եմ անեք։ Ով որ հիշում է այս կինոները, հնդկական կինոներ, ով որ սիրել է փոքր ժամանակ, կոմենտ գրեք։ Այն ժամանակվա կինոների մասին խոսալուց չեն կարող նաև չասենք այն թարգմանությունների մասին։ Ես էլի շնաց ասել եմ վիդեոներից մեջ, բայց ավելի խորացված մի կասեմ։ Այն որ հիշում եք թարգմանությունները, քիթեպագոր թարգմանեն գոր չբռնեին։ Որտեւ դա արվում է նրա համար, որտեւ այն ժամանակ դա համարվում էր պիրատство, կասետը կառնեն, բերեին արագի մեջ, պես թարգմանեն քիթեպակ, որ ձենը չճանճվի, որ հետո չկրանան բռնեն։ Դիք հիմնականում դուր համար է եղել, ով որ չի դե, կստատի, կակ ինֆորմացիա։ Ով է հիշում այդ քտերը փակ թարգմանողներին են, որ Ինվաստալի բաշիդի իսպեբլա յաջերդվա ագադա։ Կամ որ ասում էր բանը, տերմինատորը թարգմանել էին կիբորգ ուբիցա, ով որ հիշում է Այդպես թարգմանությունները կոմենտերում գրեք, եղել է այդպես բան են, որ նստած խոսքի տնեցիկով կինո ես նայում, չգիտեմ, պապայի հետ, մամայի հետ, ոչ եմ տնեցիկի հետ, ավելի շատ իրանք են նայում, քան դու, պրոստը դու հետները նստած նայում ես ու մգլոր ինչ-որ սցենա են ցույց տալիս, դու քեզ ես բան, յանի ես ամաչում եմ։ Իմ հետ շատ ա եղել, որ այդպես ինչ-որ բան են ցույց տալի կամ ամաչում էի կամ սենց ցույց է տալի, որ յանում չէ, ես չեմ նայել ծիծիկներին։ Ում հետ որ եղել է կոմենտերում գրեք, ինչը որ բաց եմ թողել, ինչ կինո որ բաց եմ թողել, ինչ դերասան որ Բաց եմ թողել, կարա կոմենտերում գրեք, կանենք երկրորդ մաս, կինոների հետ կապված։ Այսօր երևի այսքանը կհանդիպենք մի քանի օրից։